Այսքան մեծ հետաքրություն է։ Սենց կանգնեմ։ Ով է իշ։ Է չես կարող վերցնես քո գործընկերին։ Այո, ցանկալիա մենք գրենք։ Մեկ րոպե էլի ընդհանրապես։ Առաջնորդում է Ազատություն ռադիոկայանը։ Ես ում հասկանամ։ Շեֆը դու ես։ Մի րոպե էլի ընդհանրապես կողի։ Ես որ կսպասեմ։ Բայց մի րոպեից որտեղից է գալի։ Խցանումներ են քաղաքում։ Մեծ ասեգա։ Ինչ է կատարվում քո ձեռքի մեջ։ Մի հատը պահի քոնը։ Ես գործընկերային եմ աշխատում։ Բա ինչ է ես կվերցնեմ։ Մյուս գործընկերուչը չեք տալի ձեր զենելու։ Դու Արտոնյալ ես արի առաջ։ Չէ, այստեղ Արտոնյանն է։ Ինքը Արտոնյալը, որտեղ ինքը ձեր միջի ամենանրբիկ լավ լրագրողն է։ Մերսի։ Բայց Շատ լավն է։ Պարոն Քոչարյան, ուզում եմ իմանալ դուք մտադրություն ունեք առաջադրելու ձեր տեխնացիոնը պաշտպանության հանձնաժողովին։ ինչ եք այդ հարցը տալիս։ Հետաքրքիր է։ Ես ասեմ, որ երկու անգամ իմ տեխնացիոնը առաջադրել են, ես չեմ առաջադրել։ Առաջադրել են եւ խմբակցությունը քննարկել է, քվեարկել է եւ ես երկու անգամ դարձել եմ հանձնաժողովի նախագահ։ Դա իմ համար ամենաընդունելի ձևաչափն է։ Այսինքն դուք կարում եք, որ առաջադրեն ձեզ։ Ես ձեզ ասեմ, որ նախկինում ֆրակցիան էր որոշում, հիմա կտեսնենք ինչ ձևաչափով են գնում առաջ։ Իհարկե ոչ։ Բայց եթե նաև առաջադրվելու հնարավորություն։ Եթե ճիշտ հասկացեք։ Իմ բնավորությանը բոլորը ծանոթ եք։ Երբ որ կառաջադրեն ինձ, ես հանդես կգամ մեկնաբանությամբ, ելույթով եւ իմ տեսակետները կհնչեցնեմ այն միջավայրում, որտեղ քննարկվելու այդ առաջարկը։ Ցանկություն ունեք, պարոն Քոչարյան։ Հիմա դուք ժամանակից առաջ եք ընկնում։ Դուք շարժում եք ժողովուրդ թերթի տրամաբանությամբ։ Ժողովուրդ թերթը մի հատ, այսօր այ որևէ տարի։ Այսպես խառնակի չական ինչ-որ մի հատ տեսակետ գցում է, բոլորդ վերցնում եք, տիկին Ռուզանա Խաչատրյանը վաղ մամուլի տեսությամբ կկարդա ժողովուրդ թերթը, ուրեմն այսպիսի հրապարակում արել։ Ճիշտ է տիկին Խաչատրյանը։ Բոլորը չի։ Դուք հատուկ կարդում եք այն տեքստերը, որ ինձ է վերաբերվում, ինչա եք հարգում, ես դա գիտեմ։ Պարոն Քոչարյան, իսկ եթե խմբակցությունը չառաջադրի, Խմբակցությունը դուք ինքն առաջադրվեք։ Ինչ եք այդ հարցը տալիս։ Կգա օրը բարին հետ։ Ուրիշ։ Տեսեք, նոր ազգային ժողովի կազմ է ձևավորվում, հա, նախագահության մակարդակով, գոնե նոր նախագահ կլինի, փոխնախագահներին Բայց այդ ձևաչափը միշտ օգտագործվել է հենց այդպես։ Հաջորդիվ նախ պետք է ազգային ժողովը կողմնորոշվի, քանի հանձնաժողով է ունենալու, դոնթի բանաձևը ոնց է բաշխվելու։ Ըստ դրա նաև հիմա դուք ասում եք հաստատ կլինի։ Ես էլ եմ կարծում, որ հաստատ կլինի։ Չէ, ես ուրիշ բան էի հարցնում, նկատի ունեմ, որպես օրենսդիրի անդամ ինչպես եք աշխատելու նոր նախագահության հետ։ Հարմար է ավելի, թե դուք չեք նկատել, որ ազգային ժողովի նախագահի հետ մենք արդեն 7 թե 8 տարի աշխատում ենք։ Նախագահի տեխնացուի Ռուբինյանի հետ։ Մյուս երկուսը կոնջերանդ աշխատում ենք բավականին բարձր ինտենսիվությամբ, որպես ֆրակցիայի ղեկավար, եւ ես համարում եմ այդ աշխատանքը պարոն Գորջյանի կողմից իրականացված, ամենաբարձր մակարդակով իրականացված աշխատանքային փուլեր։ Պարոն Վահագալստյանը Պաշտպանության հանձնաժողովի անդամ, մենք իր հետ աշխատում ենք, մենք գնում ենք ՆԱՏՕ-ի խորհրդանական վեհաժողով, ճանապարհ ենք անցնում, գալիս ենք, ինչ է նշանակում, ոնց պետք է աշխատեք։ Ինձ որպես կանոն, բացի ժողովուրդ թերթից եւ Տիկին Խաչատրյանի մեկնաբանություններից, ընկալել են որպես ավագ ընկեր, ես այդ սահմանը չեմ անցել եւ կարծում եմ, որ եթե կարիքը լինի իմ անցած ուղու ծառայությունները շարունակելու, ես իմ որոշումը կայացնեմ։ Պարոն Քոչարյան, երեք Ալեքսին այն հայտարարեց, որ մանդատը չի վերցնելու։ Ափսոսում եմ։ Նեղացած եք։ Ափսոսում եմ, չէ, ափսոսում եմ։ Որտեղ պարոն Սիմոնյանը անկախ այն վայրիվերումները, որ տեղի ունեցան ազգային ժողովում, տարբեր ժամանակաշրջանում նաև շահարկվեցին իմ եւ պարոն Սիմոնյանի ինչ որ հարաբերություններ, բայց մենք միասին ճանապարհ ենք անցել, ափսոսում եմ, որ պարոն Սիմոնյանը մանդատը չի վերցնում, որովհետեւ մի բան ակնհայտ է, որ արտահերտ ընտրություններից հետո, երբ որ պարոն Սիմոնյանը դարձավ ազգային ժողովի նախագահ, ինքը այնուամենայնիվ իր պարտականությունների մեջ չի թերացել, կապված որպես քաղաքական օրակարգի սպասարկող։
Նաև հաշվի առնելով մեր ընդդիմության պահվածքը ազգային ժողովի աշխատանքների մեջ։ Մեկ գալիս են, մեկ չեն գալիս են, ասում են ինչ-որ բաներ, այսօր էլ նայում եմ մեր քույրերը եւ եղբայրները չկային, միայն Գեղամանիկյանը եկավ մեր հանձնաժողովի նիստին մասնակցեց։ Հարվածնեք պարոն Քոչարյան, եթե ժողովի նախագահ։ Այո, ես ինչ եմ կասկածում։ Բայց ինչի եմ դրել իմ տեխնացիոնը, եթե մանդատը պետք է չվերցնի։ Եթե այլ առաջարկներ լինեն, այդ ժամանակ նոր կարելի է մտածել, թե ինչ ճանապարհով պետք է գնանք։ Մի մոռացեք, որ լսեք, մի մոռացեք, եթե իմ կենսագրությանը ծանոթանաք, տեսնեք, ինքը այսպես ալիքաձև անդադ գնացել է։ Եղել եմ 90-ականների իշխանության մեջ, ուժային բլոկում, հետո եղել եմ նաև ընդդիմության մեջ, պայքարել եմ 2008 թվականից այն արատավոր համակարգի դեմ, որը մարտի 1-ը իրականացրել, նաև փաստացի ղեկավարել եմ փաստահավաք խումբը մարտի 1-ի գործերի քննության 5 զեկույց եմ ներկայացրել, որոնք ներառված են Միեդի եզրակացության մեջ չեք ծանոթացել։ Պարոն Քոչարյան, ես ուզում եմ մեջ բերել այլ լրատվամիջոցի, քան որ ասում եք լրատվամիջոց, այլ լրատվամիջոցի։ Դու մեր հարազատ լրատվամիջոցն ես։ 168 ժամը գրել է։ Չէ, 168 ժամը գրել է, որ ձեր որդին կանչել են վարչական հավաքի եւ բացվել է, որ նա ինքը ստացել է պատասխանը։ Իմ որդին պատերազմ անցած է, Վազգենի մասին է խոսքը։ Պատական չէ, տանը որ դրել եմ։ Եվ պատական չէ, որ ինքը ծնվել է եւ ինքը պետքա այդպես էլ շարժվեր։ Ինքը 44 օրյա պատերազմ ինչը վերջ օրը մասնակցած հայորդի է, իմ տղան։ Հիմա ես հպարտանում եմ։ Դուք ինչ ասեք կարա գրեն 168 ժամը լսեք ուշադիր։ Պարզա չէ որ պատերազմ անցած տղան ինքը չի կարա խուսափի, եթե առաջարկը լինի, բայց առաջարկից հետո գնում է բուժզնություն։ Դրանից ամիսներ առաջ իմ տղան շատ ծանր վիրահատություն ա տարել ուսահոդի, շատ ծանր։ Երբ որ հաջորդ առաջարկը կլինի պաշտպանական գերատեսչություն, ինքը նորից կանցնի բուժզնություն եւ եթե ամեն ինչ նորմալ է ինքը անպայման կգնա այդ հավաքներին մի կասկածեք մի գնկեք 168-ի ջրերը Տիկին Խաչատրյան Տիկին Սաթենիկ Սերյանյանը վաղուց վառված Անդրանիկ Քոչարյանից խնդրեմ ուրիշ Պարոն Քոչարյան համանդրական դատանի որոշումից ինչ սպասելիք Ես Վահագ Հովակիմյանից լավ սպասելիքներ ունեմ ես համարում եմ իրեն ինձ ընկեր իր այդ ճանապարհը անցել նաեւ Մարտի 1-ի դեպքերը ուսումնասիրության ընթացքում բարձր եմ գնահատում իր ազնվությունը, բացառիկ ազնիվ անձնավորություն Վահագը, եւ ես կարծում եմ, որ ինքը, եթե կան թերություններ, դրանք տեխնիկական են, համագան դատանը այդ ամենը պետք է հաշվի առնելով կայացնի իմաստուն որոշում։ Իրավական է, որը իրավական։ Պարոն Քոչարյան, քանի որ Հակակիմյանն հետ կապված օրինակ ընդդիմադիրներն ասում են, որ մի անձով եղել է ԿՊ հիմնադիր անդամ խմբակցության պատգամավոր չի կարող արդար կանոններով ընդդիմադիր ով այդ ովքեր վիճարկում են մի հատ մեկյանը մենակ չասեք փաստաբան Վարդևյան ինքը ամենտեղ պատտվել է եւ այսօր ամենաբարձր վարձատրվող փաստաբանն է Հայաստանի Հանրապետությունում եկեք ուրիշ դաշտից խոսենք Վահագ Հովակիմյանը ներկայացրել է այն պահանջները ինչ որ ներկայացած համագան դատան կարծում այսօր կամ վաղը վերջի օրն է որոշումը կայացնի բնականաբար դուք ստանաք ձեր հրահանգը ինչպես տորպեդահարեք այդ որոշումը բայց դուք շարժվեք որևէ հրահանգ Պարոն Քոչարյան լավ ես երեք չեմ ծնվել մոռանում եք որ ես իրականում քաղաքական մի իշխող հրահանգներ չի ստանում Նիկոլ Փաշինյանը դուք իմ հետ որոշեցիք շփվել Ես հակադարձում եմ ձեր ասածին, չեք հրանգավոր։ Լրագրողները հրահանգ չեն ստանում։ Ձերը շփվելու համար ոչ։ Ոչ, մեզ հետ շփվելու համար չեն, ընդհանրապես ձեր կարծիքը արտահայտելու։ Մենք քաղաքական միավոր ենք։ Մենք էլ լրագրող։ Իշխանության մեծամասնությունը ստացած ժողովրդի քվեով միավոր ենք։ Բնականաբար հարցերը քննարկվում են ձեր հրահանգավորումը մի քիչ եմ համար տարօրինակ։ Հատկապես մամուլի տեսությունը որ դուք եք կարդում։ Իմ մասը առանձին կուղարկես նոր կարդես։ Շատ լավ, ուրիշ, շնորհակալ եմ։